Մուրջախետ հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե Ջավախքի մարզի Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 5 կիլոմետր հարավ-արևմուտք, Թափարվան գետի Գրբուլաղ վտակի ափին, ունի 72 տուն, 400 բնակիչ, 1980 թվականից, որոնցից 16 տունը վրացի են, զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, մշակում են կարտոֆիլ և հացահատիկային բույսեր։ Գյուղում գործում է 8-ամյա դպրոց, բուժկետ, գրադարան և ակումբ։ Կա եկեղեցի 11-րդ դարի։ Մուրջախետցիների հայերը գաղթել են 1828 թվականից 1830 թվականին։ Գյուղի սկզբնական գաղթողները Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգի Ումուդում գյուղի բնակիչներն են և Արդահանի հետագայում 1918 թվականի Կարսի կավառներից։ Կատ քար, եթե ասեք դե երեխա ունեցի ու կատ չունի, Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախետ գյուղում կա մի մեծ ուղղանկյունաձև քար, որը ըստ բնակիչների մեծ ուժ ունի, հիվանդները բուժվում են, եթե աղոթում են քարի մոտ։ Գյուղի քարին մասին մի քանի լեգենդներ են պտտվում, բայց ամենակարևորն այն է, որ բնակիչները վստահ են, որ գյուղում համապատասխան ենթակառուցվածքների բարեկարգման դեպքում քարը կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին և գրավել նրանց դեպի Մուրջախետ գյուղ։ Ծալգայում ևս նման քար կա։ Քարի նկատմամբ հետաքրքրություն կա ոչ միայն Վրաստանում, այլև Հայաստանում։ Ոչ ոք չգիտի, թե ինչու և երբ է այն տեղադրվել։ Լեգենդներից մեկի համաձայն սա տաբանաքար է և կոչվում է վիշապ։ Մեկ այլ լեգենդ էլ ասում է, որ այս վայրերում, որտեղ եղել են ջրի աղբյուրներ, տեղադրվել են այսպիսի քարեր, որպեսզի մարդիկ հեռվից տեսնեին, որ այդ վայրում ջուր կա։ Ոմանք էլ պատմում են, որ այդ քարերով պարսպատվել են թագավորությունների տարածքները։ Լեգենդներից մեկը վկայում է, որ քարը կապված է աստղերի հետ, իբր քարի ուղղվածությունը և դրանց վերևում գտնվող գրությունները կապված են աստղագիտության հետ։